Հայկական շոու բիզնեսում ձևավորվել է նոր սիրային պատմություն։ Դերասաններ Արսեն Լևոնյանն ու Թամարա Գևորգյանը համատեղ հրապարակմամբ հայտնել են, որ միասին են։ Զույգը սոցիալական հարթակներում կիսվել է համատեղ նոր լուսանկարներով, որոնք անմիջապես մեծ հետաքրքրություն են առաջացրել հետևորդների շրջանում։ Հրապարակված կադրերում նրանք ներկայացել են ջերմ ու մտերմիկ մթնոլորտում։ Իսկ հետևորդները նշել են, որ Թամարան արժանի է երջանկության և շատ ուրախ են զույգի միավորման համար։ Հավելենք նաև, որ դեռ նախորդ տարի Թամարա Գևորգյանը հայտնել էր ծանր բաժանության և նշանը հետ տալու մասին, իսկ մենք ուրախ ենք զույգի համար։ Անդրադառնալով շոու բիզնեսյան այլ նորությունների, պետք է նշենք, որ շոումեն Արամ Մելիքյանը ևս ակտիվ է ինստագրամյան հարթակում և նոր տեսանյութ է հրապարակել, որով ներողություն է խնդրել օրեր առաջ որդուն ամուսնացրած Աբարանցի Դավոյից և ասել, որ չի մասնակցել որդու հարսանիքին, քանի որ եղել է նկարահանման հրապարակում, իսկ մենք տեսանյութերն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Սա ապաշխարության ներողության վիդեո է, որ ուղղված է իմ շատ կարևոր ընկերոջ Դավիթ Զաքարյանին, Աբարանցի Դավոյին, երեք իր տղայի Լևոն Զաքարյանի իմ շատ լավ ընկերոջ հարսանիքներ ես չեմ կարողացել ներկա գտնել, որտեղ ես եղել եմ նկարահանման։ Ես ուզում եմ ներողություն խնդրեմ ու ոչ միայն ես, ինձ միանում են բոլոր, ովքեր որ այդ նկարահանման հետ կապ ունեն։ Ներողություն, sorry։ Շնորհավոր Համեդ։ Այո, նորմալ ասեք շնորհավոր։ Այո, շնորհավոր։ Ու նաև ես նեղվում եմ, որ ես այդ գժական օրը չեմ կարացել վայելեմ, բայց այս ներողությունը քիչ է, այստեղ պետք է նաև ախպերես կներես 1000 անգամ։ 1000 անգամ։ Ու շնորհավորում ենք, բախտավոր լինեք։ Էսա, ասեք դուք էլ ասեք։ Մենք էլ ենք ներողություն խնդրում։ Նենց որ, արա ես ձեզ գրկում պատճում իրոք ինձ կներեք, ես ինձ դավաճան եմ զգում, բայց ես վայելել եմ բոլորը վիդեոներով, գրկում պատճում իմ ջիգարներ։ Դերասաններ Էվելինա Շահիրյանը, Արսեն Ներսիսյանը, Մերի Քոչարյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը իրենց սոցիալական էջերում նոր տեսանյութ են հրապարակել դերասանական փորձարկում։ Գիշերը պարապ էինք մնացել հրապարակմանիկից գրել էր Էվելինան և տեղադրել զվարճալի տեսանյութը։ Star News-ն առանձնացրել է դա և առաջարկում է ձեզ դիտել առանց մեկնաբանության։ Խաղում ենք դերասանական challenge, ձայնդ կտրիր հիմար արտահայտությամբ, անում ենք տարբեր էմոցիաներով։ Առաջինը բարգացած Մերի ջան։ Ձայնդ կտրիր հիմար։ Շատ լավ էր։ Շատ լավ։ Ձայնդ կտրիր հիմար։ Ես էլ եմ դրանց չղայրանալու։ Ձայնդ կտրիր հիմար։ Շոմպից առաջ ասում։ Նույն տողը։ Հա, նույն ծեր։ Ձայնդ կտրիր հիմար։ Շատ լավ էր։ Նեղացած։ Ձայնդ կտրիր հիմար։ Լավն էր։ Ձայնդ կտրիր հիմար։ Ախր լարվում եմ արդեն, որ լավ եք անում։ Ես անեմ չլարվես։ Հա, էլի։ Ձայնդ կտրիր հիմար։ Բայց լավն էր, հո։ Ձայնդ կտրիր հիմար։ Ձայնդ կտրիր հիմար։ Լավն էր, ապրես։ Ձայնդ կտրիր հիմար։ Ձայնդ կտրիր հիմար։ Կտրիր հիմար։ Ձայնդ կտրիր հիմար։ Ֆլիրտով։ Ձայնդ կտրիր հիմար։ Ձայնդ կտրիր հիմար։ Երեխեք, ես սրա լավ, ես կամուս։ Ձայնդ կտրիր հիմար։ Երեխեք, դուք սենց իրարից ֆլիրտանում եք։ Ձայնդ կտրիր հիմար։ Օ, այսի լավ։
Բլոգեր Զարա Ղազարյանը մշտապես ակտիվ է իր Instagram-յան էջում եւ այնտեղ անդրադառնում է բոլորային հարցերին, որոնք իրեն մտահոգում են եւ անհանգստացնում։ Հայաստանում խցանումների մասին խոսում են գրեթե բոլորը։ Զարան իր Instagram-յան էջի stories բաժնում անդրադարձել է թեմային ու պատմել իր առօրյայի եւ լարված օրվա մասին։ Առաջարկում ենք լսել բլոգերի խոսքը։ Ասենք 40 րոպե առանց սենց շարժվելու պրոստը կանգնած ենք այս փողոցում, ժողովուրդ չի կարելի մարդկանց այս կարգի ստրեսել, այս կարգի առանց էտել Հայաստանում այնքան բաներ կա, որ մարդը ստրեսվում է, մի հատ էլ այս ճանապարհները փակել են, չգիտեմ ինչի համար են փակել, արդեն անկեղծ եմ ասում, մայիսից այս պրոբկա, փողոց փակ, մայիսի 1-ից 5-ը փակեր, մայիսի 9-ին փակեր, մայիսի 26-ից 25-ից փակեր, չի կարելի, ժողովուրդ մարդիկ աշխատում են այս երկրում, մարդիկ ինչ-որ բան են փորձում անել, չի կարելի, ասենք ես 40 րոպե սենց կանգնած եմ, չգիտեմ, Այսքան մարդկանց չի կարելի ստրեսի ենթարկել։ Եթե նկատել եք, ես ջինս հազվադեպ եմ հագնում։ Այսօր սենց ինչ-որ stylish Pinterest-ով բան էի տեսել, էսի կապած է ուղղակի մեջքին, բայց ինձ այդքան էլ այդ միտքը դուր չեկավ, սենց ավելի ստիլնյաշա կարծում եմ և սենց սանդալներ Ուրեմն այս էտապում կենտրոն ինչքան գործ կար քայլելով արեցի։ Այս էտապում իմ կյանքի լուսավոր կետերից է մեքենամ կոնդիցիոներ ունենալը, որ ոչ նարվայնանում եմ, ցենց նարվայնանում եմ, բայց գոնե հով տեղում եմ, էլի նարվայնանում։ Իմ համար հով նարվայնանում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս պահին ընտանիքի հետ գտնվում է հանգստի փուլում եւ նա իր Instagram-յան էջում պատմել է Թունիսի մասին։ Առաջարկում ենք լսել դերասանուհու խոսքը։ Ուզում եմ պատմել Թունիսի մասին ու ասել, թե ինչու մենք չի չանք նավից այս ընթացքում, որովհետեւ մենք մոտավորապես 3 տարի առաջ եղել էինք Թունիսում ու դրա համար այսօր իմաստ չուներ իջնել նույն բանը տեսնել։ Նախ Թունիս քաղաքը սարսափելի կեղտոտ էր, նույնիսկ քաղաքից հոտ էր գալիս։ Բայց եթե խոսենք ընդհանուր հանգստի մասին, մենք գնացել էինք մեծ խմբով, ես, ամուսինս, երեխաս, իդեպ Նարեի առաջին ճանապարհորդությունն էր 6 ամսական էր ժամանակ դեռ։ Մամաս, ամուսնուս մաման, ամուսնուս եղբայրը, մեր ընկերները իրենց երեխայի հետ մի խոսքով ասած կոլեկտիվ գնացել էինք ու հրաշալի անցավ։ Հյուրանոցը 10-ից 8 կգնահատեմ իր մաքրությամբ, իհարկե սկալդայի մաքրությանը, պլպլությանը չի հասնի։ Ուտելիքը կգնահատեմ 10-ից 3-4, չնայած մենք Թունիսի լավագույն հյուրանոցներից մեկում էինք, բայց այդ ծովը, միջերկրական ծովն այստեղ ու ես դա կգնահատեմ 10-ից 100,000, որովհետև նման իդեալական ծով ես մեկ էլ տեսել եմ Հունաստանում Էգեյան ծովը։ Հրաշք էր ուղղակի, մենակ ծովի համար արժի գնալու հանգստանալ, բայց եթե դուք սիրում եք համեղ ուտել, սիրում եք օգտվել all inclusive ասվածից, Թունիս չարժի, մնացած դեպքում ծովի համար հաստատ